191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարի ձեզ։ Ընտրություններից 3 ամիս առաջ իշխանությունները կարելի ասել լավ նվեր ստացան, որովհետև Վիտալի Բալասանյանը, որ ինքն իրեն ներկայացնում է կամ դիրքավորվում է որպես Սամվել Կարապետյանի աջակից, հայտարարեց, թե Հայաստանը անպայման պիտի լինի նոր միութենական կազմավորման մեջ, ինչպես եղել է 100 տարի առաջ, խոսքը սովետական միության մասին է, այդ տաղմի ինչ ուզում եք դրեք, եւ բնականաբար իշխանական ամբողջ քարոզչամեքենան փորձեց օգտվել դրանից եւ ներկայացրեց, թե ահա տեսեք փաստորեն Սամվել Կարապետյանը, որը նրա ցանկությունը սա դեմ է մեր ինքնիշխանությանը եւ այլն, ահա տեսեք, թե ում է կնդվում, սիրելի ժողով։ Լավ, իրականում Վիտալի Բալասանյանին որպես քաղաքական գործիչ բնականաբար որը մեկը լուրջ չի ընդունում, ուղղակի հիշեցնեմ նրա ինչով է հայտնի նա վերջին տարիներին, 2016 թվականին նա հիշում եք, երբ որ սասնածռերը գրավել էին ՊՊՑ գունդը, Վիտալի Բալասանյանը եկավ որպեսզի միջնորդի սասնածռերի հետ խմբավորման եւ իշխանությունների միջև միջնորդեց նրանց խոստացավ, որ եթե զենքերը վայր դնեն ինքը ամեն ինչ կանի, որպեսզի մեր վերաբերվեն նրանց զենքերը վայր դրեցին, հետո հայտնվեցին Բալտերում, իսկ ինքը իր ծառայության համար դարձավ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Հետո 2017 թվականին այնտեղ հայտարարեց, որ ինչ տարածքների, ինչ փոխսիջում, ինչ բան մենք Հայաստանի հարցնել ենք լուծել, Արցախի հարցնել ենք լուծել։ Հետո 44 օրյա պատերազմ պատվերից հետո, երբ արդեն Արցախի 70%-ը կորսված էր, այնտեղ ռուս խաղաղապահներ էին, գնաց Արցախի Մարտունի քաղաք եւ այնտեղ մարդկանց համոզում որ բերեք Նժդեի հարձանը հանենք, ապա մոնտաժենք Մարտունի քաղաքում, որովհետեւ ռուսներին դա բարկացնում։ Հետո եկավ Հայաստան, մի խոսքով, հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանը պիտի լինի միութենական միավորման մեջ։ Ինչու՞։ Հիմա դրա համար եմ ասում, որ մեկը լուրջ չի վերաբերում, բայց իշխանությունները հարցը այնպես են ներկայացրեցին, որ ահա տեսեք Սամվել Կարապետյանի աջակիցն է, հետևաբար դա հենց Սամվել Կարապետյանի մտքերն է արտահայտում։ Այսինքն չհասկացաք, եթե օրինակ որևէ քաղաքացի հայտարարի, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, դրան է աջակցում ու միաժամանակ հայտարարի, որ Հայաստանը պիտի դառնա թուրքական վիլայետ։ Դա կնշանակի արդյոք, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստանը դարձնել, չգիտեմ, թուրքական վիլայետ։ Կամ եթե մի ուրիշ հայտարարի ասի, որ ինքը թմրամոլ է եւ ասի, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի, կնշանակի դա արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը թմրամոլն է։ Ոչ իհարկե, սա չի նշանակի։ Ուրիշ բան, եթե Սամվել Կարապետյանը ինքը հայտարարել, որ այո, այ Վիտալի Բալասանյանը իմ աջակիցն է եւ հայտարարել, որ կիսում է նրա տեսակետները։ Այսինքն այո, որ ինքն էլ է համարում, որ Հայաստանը պիտի միութենական պետության մասնա։ Դա ուրիշ բան, դա բոլորի այլ բան կլիներ, բայց մենք ինչի հիման վրա ենք ենթադրում, որ Վիտալի Բալասանյանը նրա մտքերն է արտահայտում, միայն իսկ բանվրա, որ ինքը նրա աջակիցն է, չած իրեն որևէ մեկ երեք չի խնդրել, որ այդպեսի բան անի, առավել ևս որպես աջակից։ Ինչևէ, սա առաջին ու երկրորդ իշխանական քարոզիչները հիմա անընդհատ այսպես հարց են բարձրացնում, ինչ իրավունք ունի այդ մարդը շրջել իմ երկրում, նա մեր ինքնիշխանության դեմ ինչ որ հայտարարություններ անում, ինչի պիտի մեզ այդ ազատորեն քայլի մեր երկրում եւ այլն, ներողություն, այդ հարցերը դուք ում եք տալիս։ Գնացեք իշխանություններին տվեք այդ հարցերը։ Հասկանալի է, որ Վիտալի Բալասանյանը ոչ միայն անընդունելի հայտարարություն է արել, այլև մեծ հավանականությամբ օրենքների հետ խնդիր ունեցող, որովհետև հանդես է եկել մեր ինքնիշխանության, մեր անկախության դեմ։ Բայց ինչի իշխանությունները չեն գնում նրա հետևից, չեն տանում ինչ-որ պրոցեսներ սկսում։ Որովհետև վախենում են, որ Ռուսաստանից վատ արձագանք կլինի, դե չեն ուզում իշխանությունները փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ուզում են դա օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Ինչպես օրինակ ինչ-որ մեկը որ Մոլոտովի կոկտեյլեր նետել ազգային անվտանգության շենքի վրա, իշխանական լրատվամիջոցները 5 րոպե հետո հայտարարեցին, թե դա Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Այդ Հայաստանի կեսից ավելի Սամվել Կարապետյանի աջակիցն է, հետո ինչ։ Վաղը մի ուրիշը կարող է ասենք գրպանահատության պահին բռնվել հասարակական տրանսպորտում ու հայտարարել, որ Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Եվ ինչ պիտի ասենք, որ տեսեք, այ գրպանահամիային գրպանահատներն են, հա,
աջակցում նրան։ Չէ, այդպես չի, դա շատ վատ, տգեղ, անընդունելի տեխնոլոգիա է։ Իսկ ինչի համար է պետք իշխանություններին սա։ Ինչի համար է պետք է քարոզչական այս իրադարձությունը, այս առիթը միջև վերջ օգտագործելը, որովհետև նրանք տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում, հիմա Նիկոլ Փաշինյանը իր այդ քարոզչական թիմով ակնհայտորեն օրենք ոտնահարելով իբր ներկուսակցական քարոզչություն է անում, քարոզարշավից 2 ամիս առաջ արդեն սկսել է իր ամենօրյա այդ քարոզչական այցերը եւ հանդիպում է շատ ծանր իրողության։ Մարդիկ իրեն ոչ բոլորն են այդպես հալածիողի տեղ ընդունում իր տված խոստումները, բաները, կոշտ հարցեր են տալի, շատ կոշտ արձագանքներ են լինում, եւ նա սպասելիորեն հասկացել է, որ մի րոպե այսպես չի լինի ախր։ Դրա համար էլ իր քարոզիչները անընդհատ արդեն շահարկում են ոչ միայն այդ, որ այ մենք չլինենք պատերազմ կլինի, ուժը որ եկել է Հայաստանի գլխին այս կար ժամանակում 3 պատերազմ է բերել, ասում են, թե մենք չլինենք պատերազմ կլինի, բայց դա դեռ մի կողմ թողնենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ասում է, Տարոն Չախոյանի մասին է խոսքը, ասում է, այ 2 օլիգարխները Ռուսաստանի փորձում են Գյումրի 2 սցենար բերել եւ արդյունքում Ռոբերտ Քոչարյանին կարգել Հայաստանի վարչապետ։ Խոսքը Գյումրի 2 սցենարի մասին է։ Մյուս տղան են Վահագն Ալեքսանյանը, նա ասում է, այո, ես վստահ եմ, որ դրանք հատուկ գալիս են, որպեսզի Հայաստանը ներքաշեն նոր պատերազմի մեջ, տանեն մեր զավակներին կոտորեն։ Սա է իրենց նպատակը։ Հասկացաք, Գյումրի 2 սցենար, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ասում է, մենք ակնկալում ենք մեր թիրախը, չգիտեմ, 65-ից ավել տոկոսն է, սուզում ենք սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Հաջորդ խորհրդարան։ Բայց մի րոպե կողմնորոշվեք, այսինքն եւ վախենում եք Գյումրի 2 սցենարից եւ սահմանադրական մեծամասնություն եք ակնկալում։ Չէ՞ որ Գյումրի 2 սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը ավելի շատ ձայներ ստանում։ Այնպես ինչպես Գյումրիում է եղել։ Երբ որ ընդդիմադիր ուժերի ձայները գումարային առումով շատ ավելի շատ էին, քան քաղաքացիական պայմանագրինը։ Դրա համար էլ Գյումրիում այդ սցենարը աշխատեց։ Հիմա եթե դուք ասում եք, որ դուք վախենում եք, որ ընդդիմությունը այդպես է անում, նշանակում է դուք ընդունում եք, որ ընդդիմադիր ուժերի տոկոսները շատ ավելին են, քան քաղաքացիական պայմանագրինը, թե չէ իմաստ չեր ունենա ձեր վախը։ Հիմա համ այդպես եք ասում, համ ասում եք, մենք պիտի այնտեղ սահմանադրական մեծամասնություն ստանանք, հա, ձայների 2/3, ո՞նց։ Եթե ասում եք ընդդիմությունը 2/3 ունի, դուք ո՞նց եք 2/3 ստանալ։ Հենց այս ձևով են ստանալու։ Այդ դրա համար է Վիտալի Բալասանյանի շուրջ է աղմուկը, այսօր էլ արտաքին հետախուզական ծառայությունը, հա, հայտարարեց, ասում տեղեկություններ ունենք, որ օտարերկրյա ինչ-որ հատուկ ծառայություններ, ճնշումներ են Ռուսաստանի մասին խոսքը։ Ճնշումներ են գործադրում, որ Հայաստանի քաղաքացիները գան, աջակցեն այստեղ ընդդիմությանը, այ իրենք այդպիսի տեղեկություններ ունեն։ Եվ այդպիսի տեղեկություններ ունեմ, որ Սամվել Կարապետյանի աջակիցը շիշ է նետել հացը շենքի վրա, հիմա է նրա մեկ այլ աջակից, ուզում է Հայաստանը մտցնել որ միավորման մեջ, այսինքն հրաժարվել Հայաստանի ինքնիշխանությունից։ Ինչ է սարում, որպեսզի այդ ուժին հարգել են մասնակցել առաջիկա ընտրություններին, որովհետև միայն այդ դեպքում է տեսականորեն հնարավոր, եթե ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերին ուղղակի արգել են կամ մի քանիսին եւ սպառնալիքների տակ ձերբակալությունների տակ։ Միայն այդ դեպքում է հնարավոր որ ճնշումների միջոցով եւ այլն թղթի վրա քաղաքացիական պայմանագիրը ստանա իրենց ասած սահմանադրական մեծամասնությունը։ Չնայած ընդդիմության գրագետ աշխատանքի դեպքում իհարկե դա տեղի չի ունենա, որովհետեւ եթե անգամ այդ ուժերը չմասնակցեն ընտրություններին, չէ՞ նրանց ընտրողները միևնույն է մասնակցելու են։ Այս հարցը կա։ Ամեն դեպքում հիմա Հայաստանում այս իրավիճակն է եւ այդ մարդկանց այս անհեթեթ սպառնալիքներով, մեղադրանքներով, Սամվել Կարապետյանի կեղծ աջակիցներ հայտնաբերելով, հա, կամ աշխատացնելով, կամ գուցե պատվիրելով, հա, օգտագործելով, ահա փորձելու են Հայաստանում այդպիսի իրավիճակ ստեղծել եւ հարցերը այնպես անել, որ ընտրություններին մասնակցեն միայն քաղաքացիական պայմանագիր եւ այդ իրենց այդ պսևդո արևմտամերիկացիոն թե
չգիտեմ ինչ, մի քանի մանր-մունր ուժեր կան, չէ, այդպես, չգիտեմ, Արամ Սարգսյանի կուսակցության անունը, Արման Բաբաջանյանի, այնտեղ մի տղա էլ կա, չէ, որի անունը ոչ մեկ չի հիշում, կուսակցության անունը երբեք ոչ մեկ չի հիշում, բայց պարտաճանաչ բոլոր սոցցանցումներում նրան համար ինչ թվեր են հորինում, թե ինչու երևի հայտնի կդառնա առաջիկայում, հա։ Միայն այդ դեպքում է հնարավոր, բայց եթե ընդդիմությունը արդեն այսօրվանից ունենա պահեստային տարբերակներ, եթե կա այդ ընդդիմադիր էլեկտորատը, եթե կան այս տրամադրությունները, որոնք ավելի խորանում են, ապա ինչքան մեկ կուսակցությունները արգել եք այդ ահռելի թիվը մարդկանց իր դիրքորոշումը արտահայտելու ձևը անպայման կգտնի եւ լավ կլինի, որ դա լինի քաղաքակիրթ ու սահմանադրական ճանապարհով ձև։ Այսօր այսքանը կհանդիպենք։